Կրեմներով թխվածքները հատկապես գնված, մենք չգիտենք ով է պատրաստել, նորից գալիս ենք այս թեմային, չգիտենք ով է պատրաստել, երբ է պատրաստել, ինչ պայմաններում է պատրաստել, ինչքանով է մաքուր ձեռքերը եղել, ինչքանով է շրջապատը մաքուր եղել, եւ մենք չգիտենք երբ է պատրաստվել, ինչքան է պահպանվել, ինչպես է տեղափոխվել, այս ամեն ինչը շատ կարևոր է, ինչպես է տեղափոխվել մինչև այն կետը, որտեղից մենք գնում ենք, այդ կետում ինչպես է պահպանվել, ինչ ջերմաստիճանի պայմաններում, իդեպ այդ կրեմային թխվածքների այդ կրեմի մեջ շատ բարենպաստ միջավայր է տարատեսակ միկրոօրգանիզմների բազմացման, մենք գիտենք դեռ դպրոցից, որ շատ արագ են բազմանում միկրոօրգանիզմները, եթե կան բարենպաստ իրենց համար պայմաններ, որն է բարձր ջերմություն եւ խոնավություն, ինչը ապահովում է կրեմի մեջ, կարող է ապահովվել, եթե ոչ ճիշտ պատրաստենք։ Նորից մենք կունենանք տհաճ երևույթներ աղեստամոքսային տրակտի հետ կապված, սիրտխառնոց, փսխում, լուծ, մի խոսքով թունավորում։ Եթե մենք խոսում ենք մարգարինի համար, որ դուք նշում եք, մարգարինը ինքն իրենով թունավոր չի, մենք հասկանում ենք դա, նա կարող է լինել թարմ եւ շատ նորմալ ընկալվել, այլ հարց է, որ սա օգտակար մթերք չի օրգանիզմի համար, այս արհեստական ստացած ճարպը առհասարակ խորհուրդ չի տրվում օգտագործել առհասարակ։